կկատար իր գնումների ձյան համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Ռուսական հերթական հոխորտանքն ու սպառնալիքը Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի, իրավիճակը շուկայական գնի դեպքում կարող է շատ բարդ լինել, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ուղիղ 7 օրից խորհրդարանական ընտրություններն են, քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է, առաջիններից մեկը շնորհավորել է Վլադիմիր Պուտինը։ Վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը Facebook-յան ուղիղ եթերով խոսել է հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունից։ Բացահայտվել է վարչապետի նկատմամբ սպանություն պլանավորած անձանցից մեկի ինքնությունը, նա Հայաստանի Հանրապետությունից դուրս է բնակվում։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրիանուշ Պապյանն եմ, այսօր հունիսի 1-ն է, երկուշաբթի։ Ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի կարևորագույն իրադարձությունները։ Հայաստանի քայլերը մերձենալու արևմուտքի հետ եւ դիվերսիֆիկացնելու իր արտաքին քաղաքականությունը Ռուսաստանին հանգիստ չի տալիս, չկա մի օր, որ Մոսկվայից բացահայտ կամ քողարկված սպառնալիքներ չհնչեն Հայաստանի հասցեին, ընդ որում վերջին ժամանակներս դրանք առավելապես բացահայտ բնույթ են կրում։ Երեք Վեստի հեռուստադրագրի եթերում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի։ Իրավիճակը շուկայական գնի դեպքում կարող է շատ բարդ լինել։ Մենք շատ լավ գիտենք իրավիճակը գազի շուկայում, այնտեղ այլ գազ բացի ռուսականից երբեք չի լինի։ Ամբողջ հարցը միայն այն է, որտեղից Հայաստանը կստանա ռուսաստանյան գազը եւ ինչ միջնորդներ կվճարի, ասել է Օվերչուկը։ Օվերչուկի խոսքով Եվրոպան նախկինի պես ռուսական գազ է ստանում, այդ իսկ պատճառով նրանց սոսկ պետք է նայել քարտեզին, նայել թե ինչ խողովակաշարեր են այնտեղ գործում, նույնիսկ հիմա անմիջապես կտեսնեն ումից են ստանալու ռուսաստանյան գազը, ասել է Ռուսաստանի փոխվարչապետը, հավելելով, դե իհարկե հաշվի առնելով արդեն արտահանման 30% տուրքը, հաշվի առնելով, որ դա լինելու է շուկայական գին, դե նաև հաշվի առնելով, որ միջնորդները եւս կցանկանան եկամտի իրենց բաժինը ստանալ։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ վերջին շրջանում անդադար շեշտում են այդ հանգամանքը եւ զգուշացնում Հայաստանի Եվրասիական տնտեսական միությունից Եվրամիություն գնալու դեպքում գազի գնի բարձրացման մասին, թեև Երևանը շեշտում էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի։ Հիշեցնենք, որ օրերս Աստանայում տեղի ունեցել Եվրասիական տնտեսական 5-րդ համաժողովը, որին չի մասնակցել քարոզարշավի պատճառով արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանը ներկայացնում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Աստանայում ԵԱՏՄ երկրների ղեկավարներից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առիթը բաց չթողեցին Հայաստանին հորդորելու, որ նա չշրջվի դեպի արևմուտք, միաժամանակ Փաշինյանին մատնանշելով դրա հնարավոր հետևանքները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի հասանելիությունը ազատ առևտրի համաձայնագրերին։ Ռուսաստանի նախագահը հայտարարեց նաև, որ Հայաստանը պետք է մտածի, թե որ շուկա կգնա իր գյուղատնտեսական արտադրանքը, եթե ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերը խզվեն։ Մենք ստիպված կլինենք տնտեսության ոլորտում Հայաստանի հետ մեր գրեթե ողջ աշխատանքը, որը վերաբերում է ինտեգրացիոն գործընթացներին, դադարեցնել։ Դա նշանակում է, որ Ռուսաստանում աշխատելու համար անհրաժեշտ կլինի արտոնագրեր գնել։ Դա նշանակում է, որ պարտադիր բժշկական ապահովագրությունից օգտվելու համար պետք է բնակված լինեն առնվազն 5 տարի։ Եվ այդպես շարունակ, այդտեղ շատ պահանջներ կան, լրիվ ուրիշ պատմություն է։ Մենք պարզապես բոլորս պետք է հստակ, պարզ ու ազնվորեն խոսենք այդ մասին, նշեց Պուտինը։ Նա ասաց նաև, որ էներգակիրների գների աճը Հայաստանի համար կհանգեցնի երկրի հնայի առնվազն 14% կորստի, Եվրոպայում գազի գինը շուրջ 600 եվրո է, իսկ
Հայաստանի համար շուրջ 150 եվրո, բայց սա միակ առավելությունը չէ։ Իսկ ահա Լուկաշենկոն հայտարարեց, որ հայերը պետք է շատ զգույշ լինեն, որպեսզի չկրկնեն այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում։ Ուկրաինայում հենց այդպես էլ սկսվեց, դուք դա հիշում եք, որպեսզի հայերը, որոնք հենց նոր են դուրս եկել մի պատերազմից, չընկնեն ծանր դրության մեջ, այդ կապակցությամբ պետք չէ շտապել, պետք է ուղղակի մտածել, պետք է իմաստուն լինել, լրագրողներին ասաց Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա հայ ժողովրդին կոչ արեց այդպիսի քայլ անելուց առաջ ենթադրաբար նկատի ունենալով ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալը եւ դեպի Եվրամիությանն անդամակցություն ընթանալը շատ լուրջ մտածել։ Ահա միակ բանը, ինչի կոչ եմ անում ես նրանց, ժողովուրդը իր կարծիքը կարտահայտի, մենք դրա հետ կհամաձայնենք, հայտարարել էր Բելարուսի նախագահը։ Բացի այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների Բելարուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորել են սեղմ ժամկետում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրակրվե անցկացնել։ Պուտինը ընդգծել է այն ամեն ինչ լավ է հայերի համար, ընդունելի է եւ լավ է Ռուսաստանի համար։ Արիք այնպես ինչպես հարկ եք համարում ելնելով հայ ժողովրդի շահերից եւ ինչպիսի որոշումներ էլ որ լինեն, դա չի փչացնի մեր հումանիտար կապերը, դա չի փչացնի մեր քաղաքական կապերը, բայց տվյալ դեպքում խոսքը զուտ տնտեսական հարթության մասին է։ Ամեն ինչ պետք է հաշվարկել, ուշադիր նայել եւ որոշում կայացնել, ասել է Պուտինը։ Հայաստանում վաղաժամ են համարում Եվրասիական տնտեսական միության հետ հնարավոր խուզումից առաջացող վնասի հաշվարկումը, հայտարարել է Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Մեզ մոտ Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խզման հարց չկա, հետեւաբար հաշվարկներ անելու որևէ անհրաժեշտություն այս պահին մենք չենք տեսնում։ Նրա խոսքով Երևանում սթրես թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ այդ հարցը սուր դրվի։ Գրիգորյանը նաև հույս է հայտնել, որ այն խնդիրները, որոնք հիմա ծագում են դեպի Ռուսաստան, ապրանքների տեղաշարժի հետ կապված կլինեն տեխնիկական բնույթի եւ շատ շուտով դրանք չեն լինի։ Իդեպ, նախորդ շաբաթ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել էր Մոսկվա Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցությունների համար։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Այսօր Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիններից է շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ։ Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ձեր ծննդյան օրվա առթիվ։ Մեր երկրների ու ժողովուրդների միջև հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական բնույթ եւ մենք շահագրգռված ենք դրանց հետագա առաջընթաց զարգացմամբ։ Ցանկանում եմ ձեզ մաղթել առողջություն, բարօրություն ու հաջողություններ, ասված է Պուտինի շնորհավորանքում։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Գարիկ Միսկարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Միսկարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, պարոն Միսկարյան, ինչ է կատարվում, մենք անցնող շաբաթ տեսանք հայտարարություններ, ԵԱՏՄ նիստներ, որտեղ Հայաստանի մասով հայտարարություններ եղան, առաջարկներ եղան եւ այսօր տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը Պուտինը առաջիններից մեկն է, որ շնորհավորում է, ավելին առավոտյան Նիկոլ Փաշինյանը այս հավասարակշռման քաղաքականության վերաբերյալ կամ դա ուրեմն բացելու Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականության վերաբերյալ մոտ կես ժամանոց այսպես տեսանյութ հանրայնացրեց, նորից հարկ համարելով հենց այդ տեսանյութում անդրադառնալ հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, որքանով այս ամենը փոխկապակցված են, որքանով ուղղակի ուրեմն արված հայտարարություններ են, ինչ է տեղի ունենում, ինչ որ պետք հիմա այդ մասին խոսել, համեցեք։ Շնորհակալ եմ։ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ մնում են ըստ էության նույն հարթության վրա, որոնք մենք միշտ ունեցել ենք, որևէ էական փոփոխություն այդտեղ տեղի չի ունեցել եւ այն process-ները, որ հիմա տեղի են ունենում, կատարվում են, դրանք հունիսի 7-ի նախօրեին փորձում են ռուսական կողմը փորձում է ազդեցություն ունենալ իր ունեցած գործիքներով, որը իմաստնավորի տնտեսական ազդեցության լծակներով փորձում է ազդեցություն ունել Հայաստանի ընտրական process-ների վրա, ինչ է սա իրենից ենթադրում, որ հնարավորինս մեծ պոտենցիալով, այսինքն հնարավորինս մեծ ներգրավվածություն պարլամենտում ունեն հենց ռուսական կողմնորոշման ուժերը։ Այսինքն այստեղ եթե նայում ենք գետնի վրա ինչ է տեղի ունենում, սա միայն եւ հունիսի 7-ից հետո թե այդ շուկայի հետ կապված ծաղիկի, ջերմուկի, մեկի մյուսի խնդիրները կլուծվեն, այլևս էլ ջերմուկի մեջ չեն հայտնաբերի թունավոր նյութեր, ծաղիկները արդեն
շատ հանգիստ կանցնեն, կգնան, կգան, այստեղ այսինքն հայտարարություններից անդին իրական որևէ գործողություններ իմ կարծիքով տեղի չեն ունենալու։ Միայն այս բանի մասով եմ ես Reuters-ի հրապարակած այդ ընտրությունների ազդելու գործիքներից մեկը նաև այդ Ռուսաստանաբնակ, Ռուսաստանում աշխատող հայ ժողովրդի մասով, որ բավականին մեծ քանակությամբ մինչև 100,000 տվյալներ կան, որ կարող են ուղարկվել Հայաստան ընտրությունների վրա ազդելու համար, սա նույնպես հրավիրում եմ պետական ինստիտուտների ուշադրությունը, որպեսզի այս մասով շատ ուշադիր լինեն, որ այդ նմանատիպ ազդեցություն մենք չունենանք այս ընտրությունների վրա, այսինքն, չգիտեմ, 100,000 մարդ չգա հունիսի 5-ին, հունիսի 7-ին քվեարկի ու հետ գնա ու փորձի ազդել հայաստանյան ընտրությունների արդյունքի վրա։ Ըստ էության ամեն դեպքում լուրջ վտանգ այս մասով, ազդեցության մասով տեսնում եք, պարոն Միսկարյան, վաղ առավոտյան նաև հրապարակվեց, որ փաստորեն բացահայտվել է, գիտեք, Նիկոլ Փաշինյանին, այսպես մահափորձ ցանկացողների այն հայտնի տեսանյութի, որտեղ ուրեմն Ղարաբաղյան բարբառով են խոսում, տղաներից մեկի ինքնությունը եւ այլն, որը Հայաստանի Հանրապետությունից դուրս է բնակվում։ Հիմա ու հիշում ենք վարչապետի խոսքերը, որ ուրեմն շատ արագ են բացահայտվելու եւ հիմա սկսվեց հայտվել։ Սա երբ նշում ենք Հայաստանից դուրս դարձյալ սրակները ուղղում ենք դեպի Իմ կարծիքով, հա, ոնց որ դեպի ավելի շատ հյուսիս է գնում, ու սա առաջի դեպք չի, երբ Ռուսաստանից նմանատիպ տեխնոլոգիաներով փորձում են ազդեցություն գործել եւ օրակարգեր ստեղծել Հայաստանում, Արբաթ, հա, ինչ որ խումբ կար, որը ժամանակին զինված հեղաշրջումներ փորձում իրականացնելու մի քանի այսպիսի դեպքեր մենք արդեն բախվել ենք, մենք տեսել ենք նման բաներ։ Իմ կարծիքով սրանք այդ նույն տրամաբանության մեջ են, բայց բարեբախտաբար դրանք իրականություն չեն դառնում եւ միայն այդ հերոստաեթերներով բաների շրջանակներում սահմանափակվում են, հա, սպառնալիքների շրջանակներում սահմանափակվում են եւ հուսանք նմանատիպ երևույթների մենք չենք բախվի եւ այդ խնդրին մենք չենք բախվի այս առաջիկայում։ Ու այսպես, իսկ Ռուսաստանի մասով ես նաեւ կուզենամ նշել նույն այդ գազի մասի, ես Օվերչուկի հայտարարությունը, որ ավելի մանրամասն նայում ենք, այդ միջնորդավորվածը բնականաբար Ադրբեջանի նկատի ուներ, ես ոնց հասկացա, որ այսօր եվրոպացիք ստանում են մեր գազը թեև միջնորդավորված, սրանք նույնպես էլի այդ ազդելու հերթական փորձերն են, ազդելու հերթական լծակներն են, որ Ռուսաստանը շարունակաբար կիրառում է ու դեռ կիրառելու է։ Այնպես որ ու նաև հայկական կողմի Զարմանալի չէր առաջին շտորհավորողներից մեկը, որ Վլադիմիր Պուտինն էր, հաշվի առնելով վերջին սրացումները։ Ու այս խոսումը իրականում երկու ժողովուրդների բարեկամական այդ ու նաև ես մայիսի 28-ի շնորհավորանքը Ռուսաստանի դեսպանատան ես էլի ուշադրություն էի դարձնում, այնտեղ շնորհավորում են հայ ժողովրդին, ոչ թե պետության, այսինքն իշխանությունների մասին խոսք չկար, Նարոդ Արմենիի։ Այս sense ոնց որ սիմվոլիկ բաներ են, որոնք բնորոշ են ռուսական իշխանություններին, միշտ արել են, միշտ անելու են, այնպես որ սրանք պետք է այդ բանից շրջանակներում նայել, էլի ընտրությունների նախընտրական process-ների շրջանակներից դուրս չդնել, սրանք այս process-ների անբաժան մասն են։ Լավ, պարոն Միսկարյան, հաշվի առնելով նաև, որ ընդամենը 1 շաբաթ է մնացել, եթե հաշվի առնենք ամսի 6-ին այլևս լռություն է, հաշվի առնելով այն ինչ տեղի ունեցել նաև Reuters-ի հրապարակումը մեջ բերեցիք, ուրեմն մենք այս ամբողջ ընթացքում ամենօրյա ռեժիմով անդրադարձել ենք քարոզարշավին, թե ինչպիսի անհավասար պայմաններում տեղի ունեցավ ուրեմն այդ քարոզարշավը, ինչ կարող ենք ակնկալել այս ընտրությունների արդյունքներով։ Ընտրությունների արդյունքները ամենակարևորը, որ տեղի ունենան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքներին համապատասխան որևէ ապօրինի գործողություններ, թե իշխանությունների կողմից, թե նույն ընդդիմադիրների կողմից իրականություն չդառնան եւ տեսեք, թե արևմուտքը, թե ռուսական կողմը իր ցանկալի տեխնացուներն ունի, այսպես ասած Հայաստանում, արևմուտքը Դոնալդ Թրամփը անձամբ, Նիկոլ Փաշինյանի անունն է տալիս, Ռուսաստանի Դաշնությունում Պուտինը անձամբ Սամվել Կարապետյանի անունն է եւ փորձում են նրան օրակարգի մաս դարձնել եւ ավելի պոտենցիալը մեծացնել Սամվել Կարապետյանի։ Այստեղ նաեւ շատ ես այդ կոչերի եւ աջակցող հայտարարությունների մասով այդքան խնդիր չեմ տեսնում, խնդիրը թե ինչ կա դրա տակ, ինչ գործողություններ կան դրան տակ, մասնավորապես եթե Ռուսաստանի Դաշնության նախագահը ցանկանում է, որ ռուսական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերը մասնակցեն եւ թեև նրանք ունեն անձնագրային խնդիրներ եւ դրան հաջորդում են
այս նույն գործիքակազմով Հայաստանի ներքին process-ների վրա ազդելը, հայ ժողովրդին կոչ անել գնացեք հանրաքվե իրականացրեք, մոտ 100,000 հայերի այդտեղ կոնսոլիդացնել ուղարկել Հայաստան, որպեսզի ազդեն ընտրությունների վրա, ոնց որ սրանք մի քիչ ուրիշ աջակցություններ են, բայց նույն Թրամփի կամ Եվրոպական միության այդ հայտարարությունները, որ պարզապես կոչեր են, պարզապես հայտարարություններ են ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, իմ կարծիքով սրանց մեջ հսկայական տարբերություն կա եւ սա պետք է արձանագրել։ Ընտրությունների մասով ես չգիտեմ, տեսնենք։ Այսինքն դուք նկատի ունեք, որ եւ Արևմուտքը եւ Ռուսաստանը այստեղ ունեն իրենց ֆավորիտները։ Իհարկե, այսա երևի թե Հայաստանի երրորդ հանրապետության պատմության առաջին ընտրություններն են, որ աշխարհաքաղաքական երկու բևեռներ շատ հստակ դիրքորոշում ունեն եւ շատ հստակ եւ չեն թաքցնում այդ դիրքորոշումները ու բացահայտ ներկայացնում են, ասում են նաեւ դրանց հետևում են որոշակի գործողություններ նույն ռուսական թևի մասով, այսինքն այլ գորգետնի վրա աջակցում են այդ ուժերին։ Տեսեք, Գագիկ Ծառուկյանը այսօր հայտարարել այնքան ասեցին, ուրեմն Ռուսաստանի հետ հարաբերություններ այնքան փչացրին, արդեն ուրեմն տնտեսական պատերազմ է հայտարարված, այսպիսի արձագանքները ինչպես է գնահատում եւ գիտեք այս մասին ոչ միայն Ծառուկյանն էր ասում, այլ նաեւ Կարապետյանը, եթե հիշում եք, մի այսպիսի մեծ ուրեմն ստատուս էր գրել Facebook-ում, ինքն էր գրել թե չգիտեք, ամենայն դեպս իր էջով, հա, որ հուլիսին գուժել էր Հայաստանի համար տնտեսական պատերազմ։ Այս դեպքում Ծառուկյանը արդեն հիմա է հայտարարում այդ պատերազմի մասին, նպատակը ո՞րն է։ Դե սա հենց դրա մասին ենք խոսում, որ այդ պասերով խաղում են, այսինքն ռուսական կողմը մի գործողություն է անում, որին արձագանքում է հայաստանյան ընդդիմության ռուսական թևը, ու այսպես իրար հետ պասերով խաղում են, փորձելով ստեղծել տրամադրություններ, փորձելով ազդել ընտրողների տրամադրության վրա ու հնարավորինս շատ, ասենք տնտեսական հնարավորինս շատ ձայներ կոնսոլիդացնել դեպի այս երկու ուժերի, հա, դեպի այս երկու ուժերը։ Այդ տնտեսականի մասով այնուամենայնիվ ես կարծում եմ, որ սրանք հունիսի 7-ից հետո կփարատվեն, հունիսի 7-ից հետո ամեն ինչ տեղը կընկնի եւ այդ ազդեցության գործիքը, որ Ռուսաստանը ունի, ոնց որ կիրառելիության իր սահմանը մինչև հունիս, մինչև ընտրությունների հաջորդ օրն, այսինքն ընտրություններից հետո այս ամեն ինչը Իսկ մեզ մոտ հաշվի առնելով ընտրությունները միշտ այսպես ունեցել են հետընտրական զարգացումների բաղադրիչ։ Ես երկուսից եմ, եթե հավաքական ընդդիմության ձայների քանակը շատ մոտ լինի իշխանության հավաքած ձայներին, իմ կարծիքով կարելի է ենթադրել որոշակի հետընտրական process-ներ։ Սրա մասին նաև հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը, եթե մեզնից մեր ձայն ընտրությունը խլեն, լինելու է հեղափոխություն, հա, սա դրա բաներն են, նախերգանքներն են, բայց եթե հստակ լինի, այսինքն շատ մեծ լինի տարբերությունը գործող իշխանության եւ այդ ընդդիմության հավաքական այդ երեք ուժերի հավաքած ձայները, իմ կարծիքով այդ ռիսկին չեն գնա, որովհետև դա խնդրահարույց կլինի եւ կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել էլի հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետության, այնպես որ իմ կարծիքով այդ բանին չեն գնա, այդ ռիսկին չի գնա ընդդիմությունը։ Լավ, տեսեք, մի կողմից ուրեմն անընդհատ ռուսական կողմից վերջին շրջանում Հայաստանին կողմնորոշվելու այսպես հրահանգներ են իջեցնում, ԵԱՏՄ-նիստն էլ դրա վառօրինակ, մյուս կողմից վարչապետը այսօր մոտ կես ժամ խոսում էր հավասարակշռման քաղաքականությունից, դրա արդյունքներից, տնտեսական ոլորտում, դրա ուրեմն դիվերսիֆիկացման անհրաժեշտությունից եւ այլն, հետո զենքերի օրինակը բերեց, թե ինչքան լավ է որ Հայաստանը ինքն է նաև զենքերի մատակարար դառնում եւ այլն եւ այլն։ Ինչու էր սա պետք, պարոն Միսկալյան, սա պետք էր նաև ռուսական կողմին որևէ այսպես մեսիջ ուղարկելու համար։ Ախր մեսիջներից զատ մենք որ նայում ենք գետնի վրա, Հայաստանը բոլոր պաշտոններ հայտարարում են ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չունենք։ Մեր խնդիրը ԵԱՏՄ-ից դուրս գալը չի, մենք շարունակում ենք համագործակցությունը, դա շատ ձեռնտու է եւ հայկական կողմին եւ ռուսական կողմին, այնպես որ ստեղ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով իմ կարծիքով սա մի քիչ արհեստական է, անընդհատ այդ շրջանառվում է, բայց փաստացի ոչ մի պաշտոնյա հայկական կողմը երբևէ դրա մասին չի խոսել եւ չի էլ խոսում։ Ստեղ ու ես չեմ հասկանում ինչի այդ խոսակցությունը անդադ գալիս ու Հայաստանին ինչի են Ռուսաստանից կոչանում կողմնորոշվել, ինչի շուրջ կողմնորոշվենք։ Մենք այդ տնտեսական բանի մաս ենք, բլոկի մաս ենք, շարունակում ենք լինել անդամ, սառեցված չի, չգիտեմ, տաքացված չի, ինքը ոնց կա, այդպես էլ մնում է, ակտիվ մենք մասնակցում ենք ու իմ կարծիքով ստեղ որևէ խնդիր չկա։ Այս ԵԱՏՄ-ից դուրս գալու տենց
օրակարգ չեմ տեսնում էլի այս պահին։ Լավ, պարոն Իսկարյան, հետաքրքիր է օրինակ ՀՅԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա, հնարավոր է որ հունիսի 7-ից հետո, ինչպես դուք եք նշում, օրինակ ջերմուկի մեջ էլ խնդիր չի լինի, ծաղիկների մեջ էլ խնդիր չի լինի, ըստ էության բոլոր խնդիրները կվերանան, կշտկվեն, հնարավոր է որ ուրեմն հունիսի 7-ից հետո հայ-ռուսական հարաբերությունները բոլորովին ուրիշ հունի մեջ մտնեն, այսինքն արձանագրվի ենթադրենք այս իշխանության վերընտրությունը եւ Ռուսաստանին այլ ճար չմնա, քան ունենա ուրեմն հաղորդակցվելու աշխատելու այս իշխանությունների հետ իր օրակարգը։ Կվերանան այդ խնդիրները, կնճռոտ հարցերը, որոնք առաջացել են։ Հենց ձեր նշած սցենարով էլ process-ները կզարգանան, եթե գործող իշխանությունը հենց շեշտակի տարբերությամբ հաղթանակ տանի, ռուսական կողմը այլ ընտրանք չի տեսնելու, քան հաշվի նստել այդ հաղթանակի հետ, շնորհավորել գործող իշխանություններին եւ շարունակել համագործակցությունը, շարունակել առևտուրը, որը որ մենք այսօր ունենք։ Այս մասով իմ կարծիքով հենց այդ սցենարը, բոլոր բաները ցույց են տալիս, որ հենց այդ սցենարով էլ ամենայն հավանականությամբ գնալու է մեր եւ Ռուսաստանի Դաշնության փոխհարաբերությունները։ Բայց այս հայ-ռուսական, հայ ժողովրդի եւ ռուս ժողովրդի բարեկամությունն ու դարավոր են, այս թե իշխանությունները մեր կողմից թե այն կողմից ինչ որ մի օր գնալու են, բայց հայ-ռուսական այդ բարեկամական հարաբերությունները դեռ շարունակվելու են, իմ կարծիքով այս ոնց որ անցողիկ խնդիրներ են, որ այսօր կան Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ։ Պարոն Իսկարյան, դատելով տեղի ունեցած քարոզարշավից եւ շարունակվող քարոզարշավից, ըստ էության ուրեմն ինչ կանխատեսում եք, այդպես է շարունակվել է, թե որոշակի փոփոխություն այնուամենայնիվ մտել է, որովհետեւ ընդունեք, որ տեղի ունեցել բաներ, որոնք նախկինում կամ այսպես մեծ արձագանք չեն գտել, օրինակ Ռոբերտ Քոչարյանին հանրայինի եթերում տեսնելը, հանրայինի եթերում արված հայտարարությունները, Քոչարյանը օրինակ հայտարարեց, որ ինքը կարող էր մեկ զանգով օրինակ կանգնեցնել 44-օրյա պատերազմը, ավելին եթե ինքը լիներ այդ պատերազմը, առհասարակ չէր լինի, ինչպես է գնահատում նման հայտարարությունները, եւ եթե իսկապես կարող էր մեր զանգով կանգնեցնել, ապա ինչու՞ չի արել այդ քայլը։ Հիմա հետաքրքիր է Ռոբերտ Քոչարյանից նման հայտարարություններ լսել։ Իմ կարծիքով այն նախանշված սցենարները, որ մենք ենթադրում էինք ոնց կընթանա ընտրությունները, ով ինչքան ձայն կհավաքի, ըստ էության մնում են նույն տրամաբանության մեջ, որովհետեւ այդպես էական փոփոխություններ չկան։ Միայն իշխանությունների մասով լինում են ինչ-որ դեպքեր, որոնք բացասական ազդեցություն են թողնում, թե օրինակ Արթուր Օսիպյանի հետ կապված դեպքը, երբ ուղղակի այդ բանավեճի համար կալանավորել են, հիմա Օսիպյանը հայտարարել է հացադուլ, 2 շաբաթ արդեն ավելի այդ մարդը հացադուլի մեջ է ու իշխանություններից որևէ արձագանք, որևէ այտենց անդրադարձ այս խնդրին չի լինում, ինչը իմ կարծիքով բավականին խնդրահարույց է եւ սա այն խնդիրը չի, այս քաղաքական հայացքների համար բանտարկվելը 2018 թվականի հեղափոխության ամենակարևոր այդ դրա բացառելը 18 թվականի հեղափոխության ամենակարևոր օրակարգերից մեկն է ու այդ նման քայլերը շատ բացասական կարող են անդրադառնալ հենց այս իշխանությունների համար, այնպես որ ու նաև ընդդիմության մասով ոնց որ կան նույնն էլի շարունակվում են այդ նույն բացասական բանով 300,000 ադրբեջանցի, ես չգիտեմ մի խոսքով այս նույն տրամաբանության մեջ է գնում։ Ինչու է, ինչ դիվիդենդներ է ստանում դրանից Կարապետյանի թիմը առհասարակ, որովհետև անընդհատ Փաշինյանի թիմի կողմից եւ նաեւ Փաշինյանի կողմից հերքվում է, անընդհատ վեր է հանվում այդ կարևոր հանգամանքը, որ չկա նման օրակարգ, առհասարակ չկա։ Այդ դեպքում ինչն է պատճառը եւ իդեպ շատ վտանգավոր նաեւ տեսանյութեր են գովազդը այսպես թե ինչպես է հայ երեխան զրկվում հնարավորությունից մանկապարտեզ ընդունվելու, որովհետեւ այ ադրբեջանցիները արդեն գրավել են։ Հա, ես չգիտեմ իրանք քաղաքական ինչ հաշվարկ են այլ, որ այս թեզերը կարող են աշխատել եւ ազդում են ընտրողների տրամադրվածության վրա, բայց ես կարծում եմ, որ սրանք շատ բացասական, ավելի հակառակ տրամադրվածություն են ստեղծում ժողովրդի մեջ ու այս տրամաբանությամբ շարունակելը ավելի բացասական ու ավելի բացասական է հենց այդ Կարապետյանի թիմի կամ նույն Գարիկ Ծառուկյանի թիմի համար էլ իմ կարծիքով այս 300,000-ի թեզը արդեն sense ոնց որ վառվել է, ինքը չի աշխատում, պետք է ինչ-որ երևի ուրիշ բան մտածել։ Չգիտեմ, այդ հաշվարկը ես չեմ հասկանում, ինչի են դրանք անդադար այդ շրջանառում, ինչ դիվիդենդ է բերում իրանց համար, ինչ ձայների կոնսոլիդացիա ապահովում իրանց համար 300,000-ի
պարբերաբար շրջանառում է ու նման բավականին մեծ գումարներով այդ գովազդները Facebook-ում ինձ ամեն օր բերում է։ Ես չեմ հասկանում դա ոնց որ ինչ նպատակ ունի նաև, էլի ոնց է աշխատում դա։ Այնպես որ, չգիտեմ, ոնց են հաշվարկում։ Իդեպ երեք էլ հանրահավաք էին անում, այսպես գրառումներից մեկը, որ այ տեսեք Արցախը վերադարձնելու մասին այլևս նրա թիմն էլ չի հայտարարում, նկատի ունեմ Հայաստան դաշինքի։ Դե Արցախի թեման։ Եվ նրանց հնարավորությունները ինչպես է գնահատում, այլ որովհետև նրանց շեմը հաղթահարման բավականին մեծ է 8%-ը, շատերը նշում են, որ այս արգելքը կարող է չհաղթահարի Հայաստան դաշինքը։ Ես էլ նման մտահոգություն եմ, այսպես ասած, որովհետև բոլոր վերջին այդ հնարավորինս անկախ հարցումները ցույց են տալիս, որ 3-4%-ից ավել այս բային Ռոբերտ Քոչարյանի դաշինքը ձայների մասով խնդիր ունի եւ հաղթահարելու խնդիր ունի դաշինքը, այնպես որ իսկ Արցախի մասով ես տենց որ նայում եմ 2023-24 թվականից սկսած իրան գնալով իջացրեցին նախ սկզբից տանում են այդ Արցախի վերադարձի թեզը, որը որ հասկացան, որ այլևս չի աշխատում, հետո արցախցիների վերադարձի թեզը, այսինքն արցախցիներին, որ վերադարձեն Լեռնային Ղարաբաղի տարածք ու տենց գնալով այս բաները հիմա ոնց որ արդեն սկսել են դրանից էլ չխոսել, միայն այդ իրավունքների բարձրաձայնման եւ արտաքին հարաբերություններում դա որպես առաջնահերթություն ունենալու մասին են խոսում։ Այդ սրանք նույնպես թեզեր են, որոնք սկսեցին տեղի տալ ու չաշխատել, որովհետև բոլորը հասկանում են, հա, այս պահին միջազգային, չգիտեմ, տարածաշրջանային քաղաքական իրավիճակը բոլորը հասկանում են, ինչ է կատարվում, բոլորը հասկանում են, ինչ կարգավիճակով է Արցախահայը գնալու եւ ապրելու Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս ոնց որ խնդրահարույց է ու իմ կարծիքով այդ մարդիկ չեն ուզենա այդ կարգավիճակով գնան այնտեղ ապրել։ Ու սա չաշխատող թեզ է, դրա համար էլ սկսել են քիչ օգտագործել։ Դուք կարծում եք, որ ուրեմն որ ուժերը կհաղթարեն շեմը։ Եվ այս առումով կլինի փոփոխություն, թե ոչ։ Քաղաքացիական պայմանագիրը բնականաբար ուժեղ Հայաստան դաշինքը, Բարգավաճ Հայաստան կամ Առաջարկ Հայաստան Գագիկ Ծառուկյանի գլխավորած Քոչարյանի մասով իմ կարծիքով մի քիչ այդ խնդրահարույց այդ հաղթահարման պահը ես նաև դեմ եմ բոլորին, հա, բավական հետաքրքիր շարժում կա, որը ցույց է տալիս լավ պրոգրես, բոլոր այդպես բարբերական ինքը արձանագրում, չգիտեմ, երիտասարդ հաշվի առնելով որ մեկ օրում 50 քանի հոգի ուղակի ինքնաբացական հա, այդ ինչ որ տեխնոլոգիաները ես դա տես չհասկացա, ինչ են անում, բայց այնուամենայնիվ այս նու կան տենց հետաքրքիր ուժեր, նույն Հայկ Մանուկյանի գլխավորած ուժը, որը տենց ինչ որ նոր բան է, էլի ինքը այդ ստատիկ այդ հիմնական ուժերի զատ, եթե ինչ որ երրորդ նոր շունչ էլ լինի, իմ կարծիքով խորհրդանին հետաքրքիր ավելի բան կտա, ավելի հետաքրքրացնի մեր ազգային ժողովի կյանքը, քան այն ինչ որ ունենք օրինակ 21 թվականից հետո, հուսով եմ ինչ որ մի ուժ կարողանա հաղթահարել այդ կճեղքի այդ բանը, կլորա եւ կմտնի այդ բանի մեջ։ Պարոն Միսկալյան, եթե ամփոփենք, կարծում եք առաջին հունիսի 7-ից հետո ընտրված իշխանության առաջինը հենց Ռուսաստանն էլ շնորհավորելու է, շտապելու է։ Հա, իհարկե։ Այո, իմ կարծիքով այո։ Հենց այդ սցենարով էլ մենք գնում ենք։ Շնորհակալ եմ։ Ես եմ։ Առաջինի տաղավարում զրուցում է Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Գարիկ Միսկալյանի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր վաղ առավոտյան խոսել է հավասարակշռված ու հավասարակշռման արտաքին քաղաքականությունից։ Նրա խոսքով հավասարակշռության խախտման դեպքում տեղի է ունենում աղետ։ Հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը չի նշանակում որևէ բան անել կտրուկ եւ առանց բանաձևումների։ Եվ հետևաբար եւ հավասարակշռության հաստատումը եւ հավասարակշռության վերականգնումը եւ նոր հավասարակշռության ձևավորումը պետք է տեղի ունենա հնարավորինս սահուն, որպեսզի դրանք լինեն կառավարելի եւ այլ տիպի հակավթարներ տեղի չունենան։ Դա այն է, ինչ մենք փորձում ենք անել եւ ինչպես օրինակ 2026 թվականի մայիսի 28-ի զորահանդեսին մենք ցույց տվինք, այն ինչ դուք տեսաք, դա ռազմատեխնիկական համագործակցության հավասարակշռման շատ նուրբ եւ զգուշ հավասարակշռման արդյունք էր եւ
ընդ որում մենք ցույց տվեցինք շուրջ 7 երկրների արտադրության ռազմական տեխնիկա, բայց նաև մենք ցույց տվեցինք Հայաստանի արտադրության ռազմական տեխնիկա, սպառազինություն, եւ դա նույնպես հավասարակշռման կարևոր էլեմենտ եւ ատրիբուտ է, ընդ որում այդ թվում արտաքին քաղաքականության հավասարակշռման կարևոր ատրիբուտ։ Վարչապետի խոսքով նույնը արվում է տնտեսական քաղաքականության ոլորտում եւ շատ կարեւոր է, որ առաջիկայում կարողանանք տնտեսական բոլոր ոլորտներում նույնպես ձեռք բերել հավասարակշռություն։ Այստեղ է, որ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը լրանում է, լրացվում է մեկ ուրիշ բանաձևով, անկախությունը, քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։ Այսինքն Էլի ես ուզում եմ բերել այդ շատ պարզ օրինակը, եթե մեզ ջուր է բերում 1 հոգի, պայմանական 4 լիտր ջուր է բերում 1 հոգի ամեն օր, այդ 1 մատակարարը ինքը կարող է օրինակ ճանապարհին վթարի ենթարկվել, օրինակ կարող է հիվանդանալ եւ չկարողանալ բերել այդ ջուրը, շատ ավելի վատ սցենարներ։ Այդ 1 հոգին կարող է հասկանալ, որ եթե ինքը այդ ջուրը չբերի կամ բերի ուշացումներով, դա շատ կոնկրետ ազդեցության լծակ է մեզ վրա եւ հետեւաբար նա կարող է անհամաչափ պայմաններ դնել մեր առաջ։ Նրա խոսքով, քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանն անդամագրվելու կամ ԵՄ անդամակցության տեխնացուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրակրվե անելը անտրամաբանական է, քանի որ ըստ էության հիմնավորումը չկա։ Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ գտնվում են տրանսֆորմացիայի փուլում եւ ես դա պոզիտիվ եմ համարում։ Էականորեն զարգացնում ենք եւ կարեւորում ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները եւ նաեւ ես բազմիցս եմ ասել, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ գտնվում են տրանսֆորմացիայի փուլում։ Տրանսֆորմացիայի փուլը ես համարում եմ պոզիտիվ, որովհետեւ այո, այս նոր իրադրության պայմաններում Ռուսաստանի հետ մենք հաստատում ենք նոր հարաբերություններ եւ ես համոզված եմ, որ մենք այդ գործում կհաջողենք, այդ թվում այն պատճառով, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բաց են, անկեղծ են, մենք ոչ մի մութ անկյուն չենք պահել այդ հարաբերություններում։ Նաև ուզում եմ ասել, որ Եվրասիական տնտեսական միության մեջ մենք աշխատում ենք եւ շարունակելու ենք աշխատել մինչեւ այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջև կլինի անխուսափելի։ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ ապացուցողական ու վարութային այլ գործողությունների, այդ թվում բազմաթիվ խուզարկությունների շուրջ 2 տասնյակ հարցաքննությունների արդյունքում բացահայտվել է Հայաստանի վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, մասնավորապես առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 24 թվականից օտարերկրյա պետությունում բնակվող ՄՄ-ն առնվազն 4 անձանց հետ խմբի կազմում Հայաստանի վարչապետի քաղաքական ու պետական գործունեության կատարման հետ կապված ապօրինաբար կյանքի զրկելու դիտավորությամբ ձեռք են բերվել միջոցներ ու ստեղծել պայմաններ, մասնավորապես ինքնությունը քողարկելու նպատակով ձեռք են բերել հանդերձանք ու դիմակներ, ինչպես նաև Հայաստանի վարչապետի գտնվելու վայրերի քարոզարշավի երթուղիների վերաբերյալ հավաքել է տեղեկություններ, այդ թվում նախապատրաստելով սպանությունը, որից հետո նշված հանդերձանքով ու դիմակավորված տեսաձայնագրել ու տարածել են տեսաուղերձ ուղղված Հայաստանի վարչապետին, որի ընթացքում հնչեցրել են սպառնալիքներ։ Բացի այդ, 26 թվականի մայիսի 16-ին անձինք որսացել են ընդհանուր օգտագործման համար չնախատեսված համացանցային կայքի համակարգում պահվող համակարգչային կապի միջոցների օգտագործման ուղիղ եթերի ժամանակ հաղորդվող տվյալը, տեսանյութը եւ տեսաուղերձը հրապարակելով խոչընդոտել են 26 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի ազգային ժողովի ընտրություններին նախորդող նախընտրական քարոզչությունը։ ՄՄ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական
հետապնդում քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ 8-րդ կետով մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստությունը կապված այդ անձի կողմից իր պետական քաղաքական գործունեության կատարման հետ 211-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետերով մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտել է։ Վերջինիս վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում դիմակավորված ու զինված անձինք Ղարաբաղի բարբառով սպառնում էին վարչապետի հետ հաշվեհարդար տեսնել, ոչնչացնել ու վերացնել նրան, իբր պաշտպանելու համար Ղարաբաղի գոյությունը։ Առաջինի տաղավարում ինձ հետ է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախկին պատգամավորի տեխնացու Հայաստանի շրջական միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը։ Բարև ձեզ, պարոն Սիմիդյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, պարոն Սիմիդյան, ինչ է կատարվում նախ այս գանք վերջից, ուրեմն քննչականի տարածած հաղորդագրությունից, փաստորեն, ինչպես եւ ենթադրվում էր, անձանցից մեկը գոնե այս փուլում արդեն պարզ դարձավ, որ մի քանի տարի է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս է բնակվում, ուրեմն անակնկալ էր ձեզ համար թե ոչ, որ դուրս է բնակվում, նախ թույլ տվեք շնորհավորել մեր բալիկներին, երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ եւ ասել, որ Հայաստանի այս ընթացքը առաջի հերթին հենց մեր երեխաների համար է եւ եթե վերադառնամ հարցին, կարող եմ ասել, որ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի պետական ինստիտուտները, այդ թվում համապատասխան իրավապահ մարմինները այնպիսի արդեն այնպիսի կարողություններ ունեն, որ անգամ դրսից նման հայտարարություններ անողներին կարողանում են հայտնաբերեն, եթե արդեն ֆիքսվել է ՄՄ-ն, ֆիքսվեն նաև մյուսները եւ վստահ եմ առաջիկայում նրանց վզակոթից կբերեն Հայաստան եւ կհանձնեն արդարադատությանը, կարծում նրանց դեպքում դա լավագույն լուծումը կլինի, որ հանկարծ մեր ժողովրդի ցասմանը չարժանանան, քանի որ տերորի լեզուն պետքա այսպար վերանա Հայաստանից եւ ովքեր այս տերորիզմի, այս մթնոլորտի խթանեն ուզում հանդիսանան, պետք է հանձնվեն արդարադատությանը։ Տեսեք, մենք նաև մամուլներ գրել, որ ըստ էության վարչապետ Նիկոլ Փաշինյան ազգային անվտանգության ծառայության այնքան էլ չի վստահում, նրա աշխատանքը, այսպես ասած, կասկածի տակ է դնում, այս առումով ամեն հարց այս առումով հարթ է, պարոն Սիմիդյան։ Գիտեք ինչու եմ ասում, որովհետև վերջերս գիտեք դա ինսայդերի կարևոր հրապարակումը, որից մի շարք բացահայտումներ տեղի ունեցան, բայց թե ինչ արեց հայկական կողմը, որովհետև այդտեղ շատ հստակ էր, որ այստեղ բաց թողում ունի նաև ազգային անվտանգության ծառայությունը կամ համապատասխան բաժինը, չգիտեմ։ Մենք չտեսանք։ Ես չգիտեմ մամուլում չեմ հանդիպել, որտեղ գրված է, որ վարչապետը այդ թվում ազգային անվտանգության ծառայության վերաբերյալ վստահության պակաս ունի, կարող եմ ասել, որ վերջի տարիներին համապատասխան մարմինները իսկապես թե անհատական կարողությունների մեր աշխատակիցների, թե համակարգի կարողությունների իմաստով ուրեմն զարգացում են ապրել, ինչպես նաև այլ ոլորտները, հա, այս մարմինները նույնպես զարգացում են ապրել եւ երբ այս դիմակայված անձանց, հա, այս տեսահոլովակը հայտնվեց, կրկին կարծես մեր համապատասխան մարմինները ինչ որ կտրուկ քայլեր չարեցին, բայց դա չէր նշանակում նրանք աշխատանք չեն իրականացնում։ Ես կարծում եմ, որ մեր մարմինները լավ են աշխատում եւ վերջի ամիսների ուղղակի զարգացումները դրա վառ ապացույցն են եւ կարծում եմ, որ նրանք նաեւ հանրության կողմից նրանց հանդեպ հանրության վստահության չափաբաժինը գնալով աճում է եւ մնացած բոլոր դեպքերում համոզված եմ, որ հիմա օպերատիվ աշխատանք իրականացվում է եւ այդ օպերատիվ աշխատանքը պատշաճ մակարդակի վրա է գտնվում եւ մնացած բոլոր դեպքերում էլ այդ թվում միջազգային մամուլում հայտնված տարբեր տեղեկությունները ուսումնասիրվեն եւ եթե համապատասխան մարմինները անելիք ունեն, կանեն։ Ես ուզում եմ վստահեցնեմ, որ եթե հիմա չի երևում, այդ աշխատանքը անպայման կատարվում է։ Պարոն Սիմիդյան,
անդրադառնանք ընդհանրապես այս քարոզարշավի նաև տրամաբանությանը եւ նաև վարչապետի այսօրվա հայտարարությանը, ինչու էր պետք վարչապետը հիմա նորից հիշեցներ սահմանա ուրեմն բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականությունից, ստեցիան շեշտելով, որ մեծ տնտեսական ոլորտում նույնպես այդ քաղաքականությունն է պետք իրականացնել։ Մենք այսօր ներկայացրինք Կովերչուկի հայտարարությունները, որ ասում էր ռուսականից բացի դուք այլ տեղից գազ չեք կարող բերել եւ այլն, ու անընդհատ այս ամբողջ շաբաթների ընթացքում մենք հոխորտանքների, սպառնալիքների եւ գործնական տեսք ստացած քայլերի ենք ականատես լինում Ռուսաստանի Դաշնությունից, բայց այսօր մեկ այլ հանգամանք էլ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է եւ առաջին շնորհավորողներից մեկը հենց Վլադիմիր Պուտինն է։ Ուրեմն ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում։ Մենք էլ վարչապետին շնորհավորենք, ամուր առողջություն մաղթենք։ Դե հենց բանը, հա, Վլադիմիր Պուտինի շնորհավորանքի փաստը ապացուցում է այն, որ վարչապետը վերջերս հա մի քանի անգամ ասել է իր եւ Վլադիմիր Պուտինի հարաբերությունների մակարդակի մասին։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր էր կրկին վարչապետի կողմից խոսել հավասարակշռման եւ հավասարակշռված արտաքին հարաբերությունների մասին եւ վարչապետը ասել է, որ տնտեսությունն էլ պետք է հա այս տրամաբանությամբ զարգանա, բայց ես կարող եմ ասել, որ մենք խախտված միջազգային հարաբերություններ ենք ունեցել, դա անգամ այլ երկրների ղեկավարներն են, հա, նման գնահատականներ տվել եւ փաստերը շատ են, որ մենք մեկից կամ քչերից կախվածության մեջ ենք եղել եւ նաեւ այս է պատճառը, որ Օվերչուկը կարողանում է ասել, որ մենք այլ ընտրանքներ չունենք, մենք վերջերս շատ ենք ասում, որ Հայաստանը պետք է այլ ընտրանքներ ունենա եւ կունենա։ Օվերչուկին կապացուցեք հակառակը։ Իհարկե, հիմա տարածաշրջանում մեր բարեկամ երկրներ կան, որոնք գազի պաշարներ ունեն, այնպես որ այլընտրանքը բանը աչքերիս առաջ է եւ Օվերչուկը չգիտեմ ինչի համար է այս պնդումը անում եւ հուսամ իսկապես հանգիստ պայմաններում, աշխատանքային պայմաններում են արդեն ծագած խնդիրները, որոնք կան Հայաստանի եւ Ռուսաստանի մեջ կլուծվեն, նախկինում էլ եղել է վստահաբար դուք էլ լուսաբանել եք տարբեր դրվագներ նախկինում եղած, այս դեպքում էլ վստահ եմ, որ կլուծվի աշխատանքային մակարդակով կկարգավորվի ամեն ինչ, նախընտրական փուլ է ամեն ինչ թեժանում է, հա, եւ կրքերը այսպես ասած բորբոքվում են, բայց վստահ եմ, որ ակնհայտ է, որ դուք նկատի ունեմ քաղաքացիական պայմանագիրը Ռուսաստանի ֆավորիտը չէ։ Այլ ֆավորիտներ ունի այստեղ։ Նկատի ունեք տեխնացուների եւ քաղաքական ուժերի իմաստով, թե ես հիմա այդպիսի գնահատական չտամ, բայց կարող եմ ասել, որ Վլադիմիր Պուտինը ինքը վարչապետի հետ վերջի հանդիպմանը որոշակի շրջանակի վերաբերյալ, այսպես աջակցության տրամաբանություն զարգացրեց, բովանդակություն ստեղծեց, չգիտեմ ֆավորիտն ենք թե չէ, բայց մեր համար կարևորը մենք հարության ֆավորիտն ենք եւ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մենք ոչ միայն մեծամասնություն, այլ համանadrական մեծամասնություն ենք ունենալու եւ վստահ եմ, որ հունիսի 7-ը հաղթանակի օր է լինելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար։ Բայց տեսնում եք, մի շարք հայտարարություններ են եղել այս ընթացքում ձեզ քննադատողներ քաղաքական ուժերի նկատի ունեմ եւ նրանց առաջնորդներին, բայց ուզում եմ հերթով գանք, մինչեւ կանդրադառնանք նույն այսօրվա Ծառուկյանի հայտարարությունը տնտեսական պատերազմի վերաբերյալ, բայց գանք Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններից, նա հանրային հեռուստաընկերության եթերում էր հայտնվել եւ անդրադարձավ այն հարցին, որ Ռուսաստանը տարիներով զինել է Ադրբեջանին, ասաց, դե եթե Ռուսաստանը չզիներ, ուրիշներից զենք կգներ Ադրբեջանը։ Սա ինչպես եք գնահատում։ Դե աբսուրդ եմ գնահատում։ Եթե մենք Ռուսաստանի հետ նույն ավտանգային համակարգի մեջ ենք գտնվում եւ այդ շրջանում ունենք Ադրբեջանի հետ ուրեմն խնդիր, ռազմական խնդիր եւ մեր անվտանգության համակարգի, այսպես ասած, ամենաուժեղ կողմը զենք է վաճառում մյուս կողմին եւ դա Ռոբերտ Քոչարյանի կողմից որևէ ձև
արդարացում է կամ այսպես ասած այդ գործընթացի տակ դրամաբանություն է դրվում, դե Ռոբերտ Քոչարյանի դրիժ բան չի կարելի սպասել, Ռոբերտ Քոչարյանը այլ բան չունի անելու, քան բոլոր միջոցները, խոսքը, քայլերը դասավորի այնպես, որ Ռուսաստանը բարձր գնահատի նրա ջանքերը եւ հույս ունենա, որ դրանով քաղաքական դաշտում Հայաստանում գոնե ինչ-որ մի կես ոտ կունենա։ Կարծում եք այդ հույսը չկա, որովհետև գիտեք դաշինքների դեպքում 8% պիտի հաղթարեն, ոչ միայն վստահ են իրենք նաև իրենց իշխանության գալու հաղթանակի վրա, ինչու է կասկածի տակ դնում, սխալ են նրանց հարցումները, նրանք անդադ ձեր արած հարցումները կասկածի տակ են դնում։ Շատ լավ, դա իհարկե հունիսի 7-ը ցույց կտա, ես կասկածի տակ չեմ դնում, որովհետև գիտեմ այդ հարցումները մերը չեն, դրանք օբյեկտիվ օբյեկտիվ վերաբերմունք ունեցող կազմակերպության կողմից են։ Ես կարծում եմ, որ նախկինում էլ ձեր տաղավարում խոսել ենք այն բովանդակությունը, որ ստեղծում են մեր ընդդիմադիր ուժերը, դերագլուխ ուժերը եւ այն ընտրակաշառքները, որոնք բաժանում են եւ որոնք բացահայտվում են, ի վերջո իրենց բերելու է այն կետին, որ համապատասխան շեմը ազգային ժողով անցնելու չեն հաղթահարելու եւ կարծում եմ Ռոբերտ Քոչարյանի ուժը այո այդ ռիսկը ունի եւ այդ ռիսկը իրանց համար մեծ է, թող իրենք մտածեն, ես կարծում եմ, որ իրանք ուժեղ ընտրակաշառք բաժանող երագլուխ միավորում են։ Բայց անհավասար պայմաններում ընդունում եք, որ այս քարոզարշավը անհավասար պայմաններում է բոլոր ուժերի համար անցնում, որովհետև մի մասը, տեսեք, եթե իրենք կարողանում են ընտրակաշառք բաժանել, քաղաքական 3 ուժերի մասով առնվազն հակակոռուպցիոնը գրեթե ամենօրյա ռեժիմով, դե բայց առաջատարը գիտեք, ուժեղ Հայաստանն է։ Ուժեղ ընտրակաշառք բաժանողները։ Ուժեղ Հայաստանն է, երկրորդ տեղում Քոչարյանի եւ երրորդ տեղում նաեւ Բարգավաճ Հայաստանի։ Անհավասար պայմաններում չէ, իրանք են անհավասար պայմաններում գտնվում։ Հա, դրա համար փորձում են ընտրակաշառքով այդ բալանսը վերականգնեն, բայց ոնց տեսնում ենք հակակոռուպցիոն կոմիտեն ուրեմն ուշադիր հետևում է եւ համապատասխան միջոցները բան է անում, հա, կիրառում է եւ բայց ինչպես տեսնում եք այդ ուժերի վրա ազդեցություն չի ունենում։ Ոչ չի ունենում, ասում եմ Ռոբերտ Քոչարյանը շեմը չի անցնելու նույն ռիսկի տակի Բարգավաճ Հայաստանն ու Սամվել Կարապետյանի ուժը շատ փող ունի, միգուցե կարող է շեմի որևէ խնդիր կարողանան լուծեն։ Տեսեք, պարոն Սիմեդյան, այսօր Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ իշխանություններն այնքան խոսեցին խաղաղությունից, բառացիև մեջբերում, որ վերջը տնտեսական պատերազմ բերեցին Ռուսաստանի հետ։ Արդյոք անխուսափելի էր այսպես կոչված նրա ձևակերպմամբ պատերազմը, թե հնարավոր էր ինչ որ կերպ խուսափել այդ պատերազմից։ Էլ եմ ասում, նախընտրական փուլ է, գրքերը մի քիչ բան են, հա, բորբոքված են, թեժ են, այո, բայց Գագիկ Ծառուկյանը չեմ հասկանում ինչ նկատի ունի տնտեսական պատերազմ ասելով, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2 օր առաջ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին էր մասնակցում եւ այո, բան, այնտեղ կան խնդիրներ, մենք հայտարարություն տեսանք եւ այլն, բայց ելի եմ կրկնում, նախկինում էլ եղել են խնդիրներ, հիմա էլ կան, նախկինում լուծվել են խնդիրները, հիմա էլ կլուծվեն եւ ես կարծում եմ Գագիկ Ծառուկյանը օրինակ այսօր առավոտ արթնացել է եւ մտածել է վայ ինչքան լավ կլիներ որ օրինակ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունում տնտեսական ինքն էլ տունը չէր կորցնի մինչեւ 31 թվականը, եթե դուք վերընտրվեք, գիտեք, վարչապետը խոստացել է նրա Սարի գլխին տնտեսական պատերազմը լինի կամ ինքը դրա մասին ասի որ տպավորություն գոմե ստեղծի դրանով չգիտեմ ինչ խնդիր է։ Սիմեդյան, հնարավոր է որ այս հայտարարությունները որպես հայտարարություն մնան ընտրություններից հետո անգամ եթե վերընտրվեք, նկատի ունեմ, որովհետև շատ ենք չէ լսել այսօր տարիների ընթացքում այդ հայտարարություններից, Ռոբերտ նստելու է շատ երկար, Ծառուկյան, ուրեմն տեսթեում հետ ես խոսում, հեսատունդ վերցնելու ենք, ծերանոցա դառնալու Սարի գլխի տունդ, այն մեկին բոմժ ենք դարձնելու, մոտավորապես այսպիսի ձևակերպումներ են եղել այս ընթացքում, մինչև հեսա կոնկրետ կանդրադառնանք նաև երեք Քոչարյանի գնահատականներին։
Հնարավոր է, եթե վերընտրվեք վարչապետն էլ լինի Նիկոլ Փաշինյանը, էլի որոշ ժամանակ հետո ասեք, որովհետև մենք դատարանների վրա ուրեմն ճնշում չենք գործադրում, թող իրենց գործն անեն։ Ոչ։ Պոպուլիստական լինեին այս հայտարարությունները զուտ քաղաքացիների, քանի որ բխում էին քաղաքացիների Ոչ, սրտից։ հնարավոր չէ։ Կոշտ եք գործելու։ Արդարադատությունն է գործելու, այնպես ինչպես իրավունք ունի արդարադատությունը գործելու, ես վստահեցնում եմ, որ այդ արդարադատությունը գնալու է, թակելու է նրանց դուռը, նրանց տանից հանելու է եւ տանելու է արդար դատարանի առաջ պատասխանատվություն, ուրեմն պատասխանության է կանչելու արդարադատությունը եւ վստահ եմ, որ հիմա ձեր ասած իհարկե նախկինում մենք նաև ինչի ենք ունեցել այդ դժվարությունները ոչ միայն դատարանների վրա ազդեցության բացակայության առումով, այլ հենց արդարադատության համակարգը մեր ինստիտուտները, հա, բավական կարողություն չէին ձևավորել եւ այո ունեինք նաև նախկինում մաֆիայի որոշակի շրջանակներ, որոնք ծպտյալ այդ պետական համակարգում նստած էին, այս խնդիրների փունջն է խոչընդոտել, հա, այն ինչ հիմա էլ է ասվում, որ պետք է արվի, բայց վստահ եմ առաջիկա շրջանում բացառվում է, որ դրա կրկնությունը լինի։ Տեսեք, քանի որ պիտի բառացի ցիտեմ, կարդում եմ 3 Ռոբերտ Քոչարյանը ազատության հրապարակում էր եւ այդ հրապարակից Փաշինյանին անվանում էր հոգեկան, նշելով, հա, պիկապի կուզովից խոսելը հոգեկանի մենաշնոր է։ Մինչ այդ էլ ասել էր, որ եթե ժողովրդից սիրում ես, ռադդ քաշիր։ Մենք նաեւ ականատես ենք եղել Նիկոլ Փաշինյանի կոշտ ռետորաբանության ուղղված Սարոկյանին, Կարապետյանին եւ ուրեմն Քոչարյանին, հա, պարոն Սիմիզյան, արդյոք հնարավոր չէր երկու կողմերից էլ քարոզարշավն իրականացնել առանց վիրավորանքների։ Ինձ կարծիքով հնարավոր էր, բայց հիմի վերջի օրերին Ռոբերտ Քոչարյանն է ուրեմն այս առումով մարտահրավեր նետել։ Ոչ մեկ չի ասել Ռոբերտ Քոչարյանն ռադդ քաշի, ինքը վարչապետին է ասում, հիմի ես էլ ստիպված եմ իրան ասել ռադդ քաշի, չէ, ռադը չի քաշելու, մնալու է այստեղ, կերազես, որ ռադը քաշեր, վստահ եմ առաջիկայում այդ երազանքը մեծ է լինելու իր մոտ, բայց ելի եմ ասում, այո, հնարավոր էր, բայց եթե իմի նախկինում նախագահի աթոռը զբաղեցած մարդը այլ ձև ուշադրություն գրավելու էլ չունի, հա, այս բովանդակությունն է ստեղծում, այո, մենք մի օր, երկու օր, երեք օր կլռենք, բայց իհարկե նաև կպատասխանենք։ Ցավոք սրտի, երբ չես պատասխանում, ասում են թույլ է, չի կարողանում։ թույլ է, երբ չես պատասխանում, տենց տպավորություն է ստեղծվում հանրության մոտ, որ կարող ես մարդու ասածի մեջ ինչ-որ բան կա եւ մենք տեղյակ չենք։ Մենք ստիպված ենք լինում արձագանքի։ Նույնն էլ 300,000 ադրբեջանցիների դեպքում, օրինակ Կարապետյանը շարունակում է համառորեն այդքան էլ իշխանությունը վարչապետը խոսել են, որ այդպիսի թեմա առհասարակ օրակարգում չկա, հստակ երաշխիքներ են տվել, բայց նրանք շարունակում են հետևողականորեն առաջ մղել այդ 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեման։ Ձեր կարծիքով ինչով է սա պայմանավորված, հատկապես որ մյուս ռուսամետ քաղաքական ուժերը նույնպես այդ օրակարգն են հաստատում, ոչ թե բան, թեև ոչ նույն ինտենսիվությամբ, բայց պարբերաբար այդ նույն օրակարգի մեջ են։ Որքանով է վտանգավոր այս թեմայի ընդհանրապես արծարծումը, շահարկումը, ապա տեղեկատվություն տարածելը, որովհետև գիտեք, մի բան է հայտարարությունների մակարդակով, մյուս բան է արդեն գովազդային հոլովակների մակարդակով, երբ երեխան գնում է, հայ երեխան գնում է մանկապարտեզ ընդունվելու, պարզվում է ադրբեջանցիները Հայաստանում այնքան են շատացել, վստահաբար տեսել եք այդ նյութը, որ հայ երեխայի համար այլևս տեղ չկա, ադրբեջանցիներն են լցվել մանկապարտեզներ։ Այո, լսել եմ, այդ աբսուրդ բովանդակությունը, որը ստեղծում են ցավոք սրտի շարունակաբար, հա, կրկնում են, ես կարող եմ ասել, որ սա Հայաստանի դեմ հիբրիդային տեղեկատվական պատերազմի դրսևորում է, խառնածին տեղեկատվության, հա, դրսևորում է եւ Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, այս տեղեկատվական պատերազմի մի բջիջներն են, ամեն մեկին դրված է մի
նախադասություն եւ շարունակաբար կրկնում են այդ նախադասությունը իհարկե հիմա կարծես այլ բան չի մնացել շարունակաբար բոլորն են այդ 300,000 ադրբեջանցիների բնակեցման թեման, հա, բարձրաձայնում մենք ասել ենք, կրկնում ենք, որ չկա նման բան եւ կարծում եմ հանրության կողմից արդեն իսկապես ծիծաղելի է, հա, ամենաբարձր մակարդակով հերքում ես, վարչապետը կարծեմ նաև դատական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի հանդեպ այս ասել էր, որ ընդհանուր 3 արդեն այդպիսի հայցի մասնախոս։ Այո, այս տեղեկատվական այս պատերազմի դրսևորումը մենք նաև միջազգային մամուլում, հա, տեսանք թե ինչպես են համապատասխան դրսում գործող օղակները աշխատում Հայաստանի դեմ եւ Սամվել Կարապետյանի եւ Նարեկ Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի դեպքում իրանք այս տեղեկատվական պատերազմի փոքրիկ օղակներն են, չեն էլ հասկանում են կարծիքով, կամ հասկանում են, որ այլ բովանդակություն չեն կարող ստեղծել, առաջարկ չունեն։ Դե օրինակ 44-օրյա պատերազմի մասին հիշեց Ռոբերտ Քոչարյանը, ասաց, որ եթե ինքը լիներ, մեկ գիշերում կկանգնեցներ այդ պատերազմը։ Շատ նաև համացանցում տեսնում եմ, եթե կարող էր մեկ զանգով կազմել, ինչի չի արել։ Ախր իրանք մի բան են ասում, որ հենց իրանց դեմ է աշխատում։ Եթե ինքը տենց հայրենիքը սիրող մարդ էր եւ մի զանգով կարող էր ուրեմն պատերազմը կանգնեցնել, ինչու չի արել։ Կարող է մեկը դա հարցնել Ռոբերտ Քոչարյանին, բայց մի հատ հոդաբաş պատասխան կսպասենք։ Ավելի փաստացի սեփական պետության դեմ էլ ցուցմունքներ կարծես նա տրվեց, հա, հերթական անգամ 44-օրյա օրինակ պատերազմը հրահրելու մեջ մեղադրեց Հայաստանի Հանրապետության իշխանություններին եւ այս առումով արդարացնելով Ալիևին։ Ուրեմն թե Ռոբերտ Քոչարյանը, թե Գագիկ Ծառուկյանը, թե Սամվել Կարապետյանը ուրեմն ամեն ինչ արդարացնում են Հայաստանից դուրս գործող ուժերի դեպքում եւ ամեն ինչում մեղադրում են Հայաստանի իշխանություններին։ Դուք ցիտեցիք Գագիկ Ծառուկյանից, հա, առավոտը որ տնտեսական պատերազմի գույժը, այո, գույժն է բանավել, հա, հանրայնացել բան, ելի եմ կրկնում։ Այո, լսում ես իրենց ամեն ինչում մեղավոր է Հայաստանը, ամեն ինչում մեղավոր է Հայաստանի իշխանությունները, ամեն ինչ հրահրել է հայկական կողմը, ոչ մեկ ոչ մի բան չի արել, այսինքն երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել եւ չգիտեմ ինչով են փորձելու հետո բացատրել թե ինչ է նշանակում, ես իսկապես շատ մեկնաբանել ու բանել չեմ տեսնում։ Պարոն Սիմիդյան, քանի որ մեկ շաբաթից էլ քիչ է մնացել, գիտեք, շաբաթօրն էլ եթե հաշվի առնենք լռության օր է, եւ եթե ամփոփենք այս շաբաթների քարոզարշավը, ձեզ մոտ այդ վստահությունը, որ սկզբում ունեիք մեծ զրույցում, որ ուրեմն կունենաք մեծամասնություն, ամրապնդվել է, թե կա որոշակի մտավախություն, սահմանադրական մեծամասնության մասին այլևս կարծեք, թե վերջին շրջանում չեք խոսում։ Չենք խոսում, որովհետև կարծես այդ շեմի հասանելիությունը, հա, ռեյտինգի մասով ունենք, շատ խոսալու էլ կարիք չկա, մեր հաղթանակի վրա որևէ վարքյան չեմ կասկածում, ես կարծում եմ, որ քարոզարշավը իհարկե որոշ նեգատիվ դրսևորումներով մեր հասցեին միգուցե նաև մեր կողմից քարոզարշավը քաղաքացիական պայմանագրի կուսակցության վարչապետի գլխավորությամբ ուրեմն աճողական տրամաբանությամբ է իրականացրել եւ ակտիվությունը շատ ավելի մեծ է, քան սկզբում էր քարոզարշավի, այնպես որ վստահ գնում ենք հաղթանակին, այո, եթե երկուշաբթի այսօրն էլ չհաշվենք 4 օր է մնացել քարոզարշավին, մինչև ուրբաթ օրը, շաբաթ օրը լռության օրն է եւ կիրակի օրը գնանք բոլորս մեր քաղաքացիական պարտքը իրականացնելու։ Այսօր գնալու եք քարոզարշավ։ Այսօր կա քարոզարշավ։ Այսօր քարոզարշավ կա, այո, վարչապետը մեր թիմով Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում են քարոզարշավ անելու, ես սրանից հետո կգնամ Երևան ու տարածք, որտեղ ես եմ ապրում, այնտեղ աշխատանքներ կա իրականացնելու, երեկոյան միջոցառում ունենք,
երեխաների տոնի հետ կապված ամեն մեկս մեզ օրակարգ ունենք, աշխատանքային գրաֆիկ ունենք, մեր քարոզարշավն ենք իրականացնում։ Շնորհակալ եմ, պարոն Սիմիդյան։ Շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի տեխնացու Հայաստանի շրջական միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի հետ։ Այս ժամի համար այսքանն ենք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։